Բերեք մի առանցքային հարցով սկսենք, հետո կգանք օրվա լրահոսին։ Իրան-Իսրայել հրադադարը ինչ է փոխում մեր արտաքին օրակարգում, Հրաչյա։ Առաջինը մենք որպես պետություն անցել ենք շատ վտանգային զարգացումների մոտով եւ Փառք Աստծո հիմա մի քիչ հանգստացել է վիճակը։ Հրադադար ավելի լավ է, քան թե պատերազմը։ Մենք երկիր ենք, որը լայնածավալ ռազմական գործողություն է պատերազմի մեր սահմաններում եւ դա շատ վտանգավոր էր։ Հիմա մի քիչ հանդարտել է եւ մենք ունենք ժամանակ մտածել ինչ կարող լինի հաջորդ քայլերը, որովհետեւ ինչը մենք ունենք դա հրադադար է։ Դա խաղաղություն չի, չկա որևէ պայմանագրություն, չկա որևէ ստորագրություն։ Կա երկու առաջնորդների, երեք առաջնորդների համաձայնություն կանգնեցնել պատերազմը այս փուլում, ուրիշ ոչինչ բան։ Բայց մենք շահել ենք մի քիչ ժամանակ։ Լավ։ Թերանը փաստեր է ներկայացրել Բաքվին հենց այդ հրադադարը հաստատվելուց հետո Ադրբեջանի տարածքից անօթաչուների Իրան թռիչքների մասին։ Սա ուր է տանում։ Շատ դժվար է ասել, որովհետև մի կողմից բոլորը ճակետներում գիտեն, որ դա տեղի է ունեցել, եւ Իրանը գիտի, եւ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը գիտեն, բայց նման գիտելիքը ճակետներում կամ առաջ ճակետ ոչ ընդունելի է եւ բոլոր կողմերի համար։ Իրանը այնքան թուլացած է, որ հիմա փորձել ինչ որ սպառնալիքներ ձևավորել Ադրբեջանի նկատմամբ ինքը չի կարող, որովհետև Միացյալ Նահանգների եւ Իսրայելի, ավելի շուտ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների նպատակներից մեկը կարող է լինի ռեժիմի փոփոխումը եւ այդտեղ Ադրբեջանի ազերիների գործոնը Իրանի ներքսում կարող է աշխատի։ Դրա համար Իրանը ուղղակի իրավունք չունի եւ հնարավորություն չունի խիստ դրսևորում ցույց տալ Ադրբեջանի նկատմամբ։ Այն ինչ անում է խիստ չի համարվում։ Հա, որովհետև իրանք կասկանում են ինչա տեղի ունեցել, բայց իրանք չեն կարող այդ ճոխությունը չունեն, որ կարողանան Ադրբեջանին ուղղակի ասեն ինչ եք դուք արել։ Բայց ելնելով դրանից հիշելով, որ Իրանը դա արևելքի ժողովուրդ է, պետություն է, իհարկե իրանք հիշում են եւ երկար կհիշեն ինչա տեղի ունեցել։ Եվ վաղը թե ուշ Ադրբեջանին ամեն ինչ կներկայացվի, բայց ոչ հիմա։ Հիմա Իրանը պիտի կարողանա հաղթարի այն հետևանքները, որը ինքը ունի։ Դրանք ռազմական ոլորտում են, իշխանության կայունության խնդիրները կարող առաջանալ, որը պիտի լուծվի։ Հիմա այսօր կարելի ասել Իրանի օդը բաց է, այնտեղ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները գերիշխում են եւ Իսրայելը այդ խնդրը շատ շուտ լուծել չի կարողանալու։ Ինքը այդ խնդիրները պիտի լուծի, որ կարողանա անցնել ուրիշ փողերին։ Դրա համար հիմա երկու կողմերն ունեցել են ինչ-որ հաջողություններ եւ ունեն ինչ-որ կորուստներ։ Իրանի համար հաջողությունը այն է, որ իշխանությունը ռեժիմը մնացել է, մինչեւ հիմա չեն կորցրել վերահսկողությունը երկրի վրա։ Իսրայելը ինչ-որ վնաս է հասցրել Իրանի եւ միջուկային եւ հրթիռային ծրագրերի վրա եւ հզորությունների վրա, բայց չի ոչնչացրել։ Դրա համար պատերազմի հետևանքով կարելի ասել երկու կողմներ դուրս են եկել ինչ-որ կորուստներով, բայց ոչ թե պարտված։ Դրա համար հիմնական զարգացումները դեռ մեզ սպասում են։ Իսկ Բաքվի Իսրայելին մատուցած ծառայությունները, այսպես ասած, Թուրքիայում չեն տեսնում, թե չեն ուզում տեսնել։ Թուրքիան հետաքրքիր է, Թուրքիա մենք հիշում ենք թուրքական դիվանագիտությունը եւ թուրքական դիվանագիտության իմ խորամանկություն արվեստը Թուրքիան միջև վերջը կսպասի եւ կմիանա այն ճամբարին, որը հաղթում է։ Դրա համար Թուրքիան հայտարարություն արեց եւ դատապարտեց Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հարվածը, բայց կարող է լինել սցենարներ եւ իրական սպառնալիքների, որ Իրանը քանդվում է, ոչնչացվում է որպես ամբողջական պետություն, այդ ժամանակ Թուրքիան կարող է օգտվի նման զարգացումներով։ Դրա համար ինքը պիտի պահի Ադրբեջանի հետ իր կապերը եւ օգտագործի Ադրբեջանը այդ խաղերի մեջ։ Դրա համար նույնն է կարելի ասել Պարսից ծովի մոնարխիների մասին, մենապետությունների մասին։ Իրանք խոսքերով դատապարտեցին Իրանին, բայց բոլորը վտանգված էին Իրանի հզորությամբ, որ Իրանը դառնում է հզոր։ Եվ այն ժամանակ, երբ Իրանը նորից թուլացել է, ժամանակն մի 5-10 տարով
կայևի թույլացելը, դա նույն Պարսից ծոցի մենամարտություններին ձեռ է տալիս։ Դրա համար տարևելքը դիվանագիտություն մենք պետք է պատրաստ լինենք, որ խոսքերը եւ իրական գնահատումները չեն համապատասխանելու, կարող չեն համապատասխանել։ Այն, որ Իրանը թույլացել է, ոչ թե ոչնչացվել է, բայց թույլացել է, փաստորեն Մերձավոր Արևելքում բոլորին արաբական երկրներին ձեռք է տալիս, Իսրայելին ձեռք է տալիս, եւ դրա համար ուղղակի պետք է հասկանալ ինչքան է Իրանը թույլացել եւ ինչ հնարավորություններ ունի Իսրայելը եւ Միացյալ Նահանգները շարունակել այդպես ագրեսիվ մոտեցումները, որովհետեւ Իրանի դեսպանը Մակում արդեն հայտարարել է, որ իրանք շարունակելու են միջուկային զենքի, ոչ թե միջուկային զենքի, միջուկային ծրագիրը շարունակելու են եւ Իրանը շարունակելու է ուրանի հարստությունը, հարստացման այդ process-ները չի կանգնելու, բայց Տրամպը հայտարարել է, որ այդ ժամանակ մենք նորից կխոցենք, նորից հարված կհասցնենք եւ ամեն ինչ դառնում է անկախատեսելի մի քիչ, որտեղ եւ Տրամփն է անկախատեսելի եւ Իրանն է դառնում անկախատեսելի, բայց ինչը մեզ համար ձեռնտու է ճակետներում կամ առաջ ճակետներում, որ առաջի փուլը, առաջի հարվածը անցել է եւ Իրանը չի քանդվել։ Մենք կարող ենք ստացած ունենք քանդված Իրան, քանդված իշխանություն, որը գործում է վերահսկողությունը երկրի վրա։ Այդ ժամանակ շատ վտանգավոր կլինի։ Հուլիսի 4-ին Էրդողանը գալիս է նորից Ստեփանակերտ։ Այս պերմանենտ այցերի իմաստը ո՞րն է ի վերջո, Ռաջի։ Աշխարհաքաղաքական եւ դիվանագիտական Թուրքիան ցույց է տալիս, որ այն պայմանավորվածությունը, այն նվաճումները, որ ինքը ստացել է երկրորդ Արցախի արշավից հետո 2020-23 թվականին, երբ Թուրքիան ռազմական ներկայացություն ձևավորեց Ադրբեջանում եւ որպես աշխարհաքաղաքական պլազդարմ կառուցեց իր համար ապագայի համար, դա մնում է ուժի մեջ, որ ինքը չի հրաժարվում, եթե Ռուսաստանը դուրս շպրտվեց Ադրբեջանից, արշավից վերջացանալուց հետո եւ հիմա Ադրբեջանը ինչքան գնում է այնքան կոշտ է խոսում Ռուսաստանի հետ, Թուրքիայի նկատմամբ դա չի աշխատում, Թուրքիան համացնում է իր ներկայությունը Ադրբեջանում իր ռազմավարության գեոստրատեգիկ ռազմավարության մեջ եւ պիտի շուտ գա, շուտ ցույց տա Ադրբեջանին, ցույց տա աշխարհին, ովն է այսօր իրական տերերից մեկը Ադրբեջանում, դա Թուրքիան է այսօր կարելի ասել, ոչ թե Ռուսաստանը, Ռուսաստանը կորցնում է ազդեցությունը։